կարծավ իր ուզած քաղաքապետին դնել, չնայած կիրառեց հնարավոր բոլոր հնարավոր այսպես մեթոդները չկարողացավ։ Պիտի կատողոս փոխի, մի քիչ լուրջ չի էլի։ Սա է նախընտրական կամպանիա ենթարկալ, այսպես իրեն ենթակալ լրատվամիջոց դարձնել, այսպես ասենք, էլի կա հմեկ եւ կա մի հատ էլ հմեկ երկուց դարձնել եկեղեցին։ Զուտ նախընտրական կամպանիա, որը հաջողություն չի ունենալու, չի կարող դա հաջողություն ունենալ։ Խանգարել կարող է, ոչ ավել, բայց պետք է մի բան հասկանալ, սա շատ կարևոր երևույթ է։ Վարչապետի գործողությունը, ինչ որ իրեն ենթարկվում է պետական ապարատ եւ այլն, մնացել է մինչեւ նոր տարի։ Որտեվ նոր տարուց հետո փաստացի սկսում է հոգեբանական մի իրավիճակ, երբ որ բոլորը սկսում են մտածել իրենց մասին, եւ ինչ որ ասում է վարչապետը եւ իշխողական ուժը, բոլորը տեղում սաբոտաժ են անելու մեկ պատասխանով՝ տենանք ընտրությունների արդյունքը ինչ ալնելու, որ հետո տեսնենք ինչ են անում, որտեվ իշխողական ուժը ինչ արեց միջև հունվար է անել։ Դրանից հետո հոգեբանորեն կասեցվում է քաղաքական դաշտը, իսկ հունվար, փետրվար, մարտից հետո ընդհանրապես դադարվելու է վարչապետի որևէ ասածը իրականոտ բան է, կյանքի կոչվելու այդ գործընթացը, չի կոչվելու, որտեղ բոլորը սպասելու են ընտրությունների արդյունքին։ Դրա համար վարչապետը մնաց մի իշխող քաղաքական ուժի մնաց մի քանի ամիս ինչ որ գործողություն իրականացնել, իսկ այս մի քանի ամսվա ընթացքում ինքը ոչինչ չի կարող անել, ինքը գրում է իր ստատուսները, էթո գրի, ոչ մեկին չի խանգարում։ Լրագրողներն էլ հակառակ ամեն օր ստատուս կարան գրեն Արցախի հանրապետության օկուպացված շրջանում, Ադրբեջանը սա արեց, Վրաստանը կոնյակի գործով սա արեց, լրագրողներն էլ հակառակը կարող են գրել, որը խնդիր չկա։ Թող գրի վարչապետը, իրավունք ունի, սահմանադրության նորմեր չի խախտում, իր դիրքորոշումն է հայտնում եկեղեցու վերաբերյալ, իրավունք ունի, որոնք ոչ մի ազդեցություն չունեն։ Պարոն Բադալյան, սենց մի հարց, ես մի երկու շաբաթ առաջ էր կարծացի, այս տարի դպրոցը ավարտեցին 60,000 հոգի երիտասարդ։ Մյուս տարի, այս հունիսին, դրանք դառնալու են 18 տարեկան։ Հաշվի առնելով, որ նեոֆիտ են, առաջ անգամ պետք է գնան քվեարկելու, գնալու են քվարկելու։ Անցյալ տարի ավարտածները 18 տարեկան, մի խոսքով, այս վերջի 4 տարվա մեջ մի 200,000 հոգի երիտասարդներ ստացել են իրավունք քվեարկելու։ Երբ որ խոսում ենք ընտրությունների մասին, խոսում են տարիքով մարդկանց մասին, էլեկտորատ է, հա, որը մեծամասնությամբ արդեն կողմնորոշված է, հա, ում պետք է քվեարկի, ոնց պետք է անի, երիտասարդների հետ աշխատանք դուք տեսնում եք կամ քաղաք տեխնոլոգիաները ինչ են ասում, այդ 17, 18, 15 տարեկանների հետ ոնց է պետք է աշխատել, նրանք ինչ հայացքներ ունեն, ումն են ձեր կարծիքով գնալու քվեարկել, այո որ 18, 15, 20 տարեկան են հիմա։ Ուրեմն, եթե վերցնում եւ ուսումնասիրում եք վարչապետի կողմնակիցների թվականակը, որ սոցիալական շերտի մեջ ինչքան է կազմում, իր կողմնակիցները հիմնականում դա 60+ տարիքն են ու ինչքան բարձր գյուղից եւ ավելի խոշոր քաղաքներից հեռու, այնքան ավելի շատ են իր կողմնակիցները։ Երիտասարդների մոտ ի նկատմամբ ոչ թե մերժում կա, իր նկատմամբ ատելություն կա եւ այդ մի քանի 100,000-ը եթե գնան, բայց իդեպ ասեմ 17-18 տարեկանները, 17 չէ, 18 տարեկանները քվեարկողները, 18-19 տարեկանները շատ հազվադեպ են գնում ընտրությունների, նրանք մի քիչ քաղաքականապես տենց խոսան, բայց այդքան ակտիվ չեն, բայց խոսքը չի վերաբերում գյուղի, հիմնական քաղաքի բնակիչներն են, բայց գյուղերում մի քիչ ուրիշ է, բայց քաղաքի բնակիչների մոտ, ետասարդների մոտ իշխող քաղաքական ուժի եւ հատկապես վարչապետի նկատմամբ կա ոչ թե հակակրանք, այլ ատելության աստիճան հասնող ուրեմն այդ վերաբերմունք կա, նրանք արդեն կողմնորոշված են ոնց են քվեարկելու, եթե գնան քվեարկության։ Հարցեր կան գոլեգաներից, դե եթե չկա, շնորհակալություն հայտնենք ու տեսնենք ոնց են զարգանում գործողությունները, մեկ էլ երևի աշնան հանդիպենք, որոշենք, տեսնենք ինչ եղավ, եթե ավելի հետաքրքիր բան եղավ, իհարկե ավելի շուտ էլ կհանդիպենք։ Եղավ, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար։